Եթե դու ուշադիր ես թեկուս թագուհիդ տարած, դու կարաս հաղթես։ Չէ, չուլ էլի։ Մեկ ոչ ոքի, մեկ պարտություն, 7 հաղթանակ։ Հա, ուժեղ էին խաղում։ Այսօր ավարտվեց Կոտայքի մարզի պատանեկան առաջնությունը։ 9 օր պայքարում են 200 մասնակիցներ մարզի տարբեր համայնքներից։ 5 տարիքային խմբերով էր ընթանում պայքարը մինչև 8, 10, 12, 14 եւ 16 տարեկանների միջև։ Բոլորը տղա են։ Նախավերջին տուրում իմ դիմացինը ձիս ուզում էր տանել, բայց տեսա, որ ես իր թագուհին կուտան, հետո ընկեր մրցավարին կանչեցի, ասաց, որ թագուհիդ ես վերցրե, ձինել ես վերցրե, պետք է խաղաս ուտեց, ու թագուհին տարա հաղթեցին։ Սկզբից 5-րդ տեղն էի, հետո ուժեղների դեմ էի աղու, հետո հաղթեցի, 8.5-ով առաջին տեղը գրավեցի։ Ես եւ հակառակորդս շատ հավասար կաղ էինք խաղում։ Ես բացեցի նրա արքայի դիրքը եւ մատ հայտարարեցի։ Սար տարչունքուն հաղթեցի։ Շատ լավաց բարդ պայքարում կարողացա օգտվել հակառակորդիս սկալունքից եւ գրավել առաջին օժանակամից։ Ընտրվեցին հաղթողներ։ Առաջինից երրորդ մրցանակակիրները տղաների հաշվարկում, ովքեր վարդեվատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով, եւ լավագույն ընտրվեցին բոլոր տարիքային խմբերում լավագույն աղջիկները։ Պարտություններս հիմնականում սխալների պատճառով էին, հաղթանակներս հարցակումով էր եւ հակառակորդի սպար խաղալու պատճառներ։ Թուլեր, հետո ընկա ուժեղի հետ գրվա, հետո գնացի երրորդ տեղ, հետո խացի, ընկա երկրորդ տեղ։ Առաջի երկու խաղերը ես մի հատ հաղթեցի, մյուսը կրվեցի, հետո մի հատներ պարտվեցի։ Ունեց ստացված, որ ես էլ պարտվելու իրավունք չունեի։ Դրա համար այնց արեցի, որ բոլորը ես հաղթեմ։ Ստացվեց, որ ես բոլորը հաղթեցի։ Ուշադիր էի խաղում, նայում եմ ինչ թույլ տեղեր ունի։ Հաջորդ փուլը դա Հայաստանի Հանրապետության կիսաեզրափակիչ առաջնությունն է, որը տեղի կունենա մարտի ավարտին Երևան քաղաքում եւ հուսով ենք, որ մեր մասնակիցները, հաղթողները կգրավեն բարձր մրցանակային տեղեր եւ կգրանցեն լավ արդյունքներ։